2017 թվականին վերջնական տեղափոխվեցի Դիլիջան։ Դրանից առաջ այդտեղ ահավոր կռիվների մեջ եմ ընկել մի քանի անգամ, որ եկել ենք արշավների տարածքները ուսումնասիրելու լեռնային туриզմի տեսանկյունից։ Այստեղից դեպի Իջևան արշավ էինք անում ու պարզվեց, որ այդ կողմի վրա մի քիչ ավելի խորք է, այդպես մի հատ տարածք կա, Բերզեններ է կոչվում, այնտեղ մի քանի բարի մարդիկ ոչ բարի գործ են արել, մի երկու սար ուղղակի քաչալացրել էին, թրաշել էին, ու տեղից սկսեց իմ այդ ներվային ու չհանդուրժող վիճակը այս ամեն ինչի նկատմամբ, ուրիշ բան է, որ անտառներից օգտվում ես, որտեղ բնությունը մարդունն էլ է, մարդն էլ պիտի օգտվի, ուրիշ բան է, որ սեփականաշնորհում ես անգրագետ ու անխնա ու անկուշտ կերպով այդ ամեն ինչը ուղղակի ավիրում ես, չմտածելով, որ քո երեխեքի համար էլ բան չես թողում, ավելի շատ վնաս ես տալիս։ Այդ ժամանակ այնպես կռիվ եղավ, որ մոտարապես մի 15 հոգով 4 ընկեր էինք, մեկը մի քիչ երիտասարդ էր, համոզեցինք, որ փախնի, կարող է դա պատճառ եղավ, որ մենք կենթանի մնացինք, մեկի կոկորտներ փրթված, ինձ խփել էին ուշագնաց է, ինձ կապել էին, գցել էին մեքենայի բագաժնիկը, բայց մինչև վերջին պահը կռիվը տվեցին, կապած ժամանակ, երբ որ քեզ քացով խփում են, դու ընդեղից բերանդ ինչ գալիս է ասում ես, այդտեղից հասկացա, որ այս գործը մի տեսակ հեչ անվտանգ գործ չի, բայց միաժամանակ որոշեցի, որ ես պիտի գամ ու ինչ որ մի բան իմ կյանքում նաև փոխեմ։ Նաև սկսեցի հասկանալ, որ մարդկանց անխնամք ու անպատասխանատու վերաբերմունքի հիմնական պատճառը դա կրթված չլինելն է։ Այդ դեռ սկիզբն էր, իսկական կռիվը հետո սկսեց։ Որպեսզի դուք ընդհանուր պատկերացում կազմեք, թե ինչ վիճակ է ստեղ, երբ որ մարդիկ գալիս են Դիլիջան ճանապարհով եթում են, տեսնում են այս կանաչ փարթամ անտառները, այդ կոչվում է վարակույր։ Դրանից այն կողմ իրական անտառների վիճակն է, որովհետև նույնիսկ ամենահիմար ծառագողերը լավ հասկանում են, որ եթե անտառները տեսանելի եղան սովորական մարդկանց աչքին, թե ինչ է կատարվում, այդ սովորական մարդիկ արդեն այնց ավելի մեծ շուխուր կհանեն, շատ ավելի շատ, քան իմարածն է, ու արդեն իրանց վիճակը վատ կլինի։ Դրա համար վարակույրի տեսքով հնարավորինս հեռու են պահում այս ամեն ինչը։ Իսկ վիճակը շատ վատ է։ 2025-ի տվյալներով 1500 հատ այդ խոսքը չի գնում պստիկ ծառերի մասին։ Պատկերացրեք ծառեր, որոնք մետր, կես մետրից մետր, սենց հսկայական։ Ծառի տեսակներ կան, որ օրական կտրվածքով իրանք 200-ից 300 լիտր, այն տանը որ խոնավացուցիչներ եք դնում, որ ամբողջ օրվա ընթացքում 10 լիտր է տարածում տանում մեջ ու տուն այդքան որակը օդի լավանում է, ծառի տեսակներ կան, որ 200-ից 300 լիտր իրանք գետնի մեջից ջուրը քաշում են ու տարածում են իրանք շուրջ բոլորը, դրանով օգնում են։ Կենթանական աշխարհին մեզ է կայֆ, նստում ենք տակը, վայելում ենք այդ ամեն ինչը, հա։ Հələ դեռ սովետի ժամանակվանից մարդիկ ծառերին նայում էին որպես աճող փող, կտրեմ, տանեմ։ Չկար գիտակցություն, որ դու կտրելով կտրում ես քո վրայից, մինչև հիմա չկա, որ քեզանից ես կտրում տանում։ Այսօրվա ու վաղվա հացի փողը, այն արաղը ու կալբասը, որ դնում են իրանք այս ներքևի բիսեդկեքում կայֆավատ են լինում շատերը, իրանք ապագան են ուղղակի ավերում։ Ինչ դեր ունի պետությունը այս ամեն ինչի մեջ։ Նախ սովետի համակարգն է, այսինքն անտառապահը պատասխանատու է այսքան տարածքի համար, ունի այսքան կրթություն ու գիտելիքներ, ինչքան էլ ինքը ասի ես ունեմ փորձ եւ այլն, ունի այսքան աշխատավարձ այսքան տարածքը պահելու համար ու դրա չափել մոտիվացիա, անկեղծ իմ փորձը ցույց է տալիս նույն գյուղերի խոսակցությունները, նույն անտառապահերի հետ sense պահիտակ անկեղծացած թեմաները, որ ախպեր, եթե ես 80,000 կամ 100,000 դրամով պիտի աշխատավարձով իմ գյուղի դեմը կանգնեմ վատամարտ դուրս գամ, ես այդ գործը չեմ անում, ես այդ գործը անում եմ, որովհետև այդ նույն գյուղացիք ինձ իմ աշխատավարձի 4-պատիկ ավել գումարը հավաքվում է այդ մարդկանցից, որպեսզի ես թողեմ իրանք մտնեն անտառ։ Անունը դրվել է հիմա էկոպարեկ, այդ նույն ծառագողերին ու այն անտառապահերին, ովքեր դատվածություններ են ունեցել կամ մեղադրանքներ են ունեցել կաշառակերության մեջ, այս կառույցից հանե տեղափոխել են այնտեղ, հեսա ուրիշ ֆորմա են տալու, ուրիշ անուն են տալու։ Ու իբր իրանք պիտի քննություն հանձնեն, ոնց որ գայլի վրա գառան դիմակ հագցնեն, անտառները վերանում են այդ ընթացքում։ Եթե մենակ անցած տարի քանակը նշեցի, հազարներով ծառեր է կտրվել այս տարածքում, մարզի տարածքում հարցով չեմ ասում, այս տարածքում։ Եթե օրինակ անցած տարի
անտառապահների աշկի դեմը տարածքում թույն տպերից մեկը հելել է ավտոյի վրա կանգնել է գոռացել է ես այստեղից կտրել եմ կտրելու եմ ու լավ եմ անում ու տես մարդիկ շատ կան որ բաց խոսում են իսկ այդ լսող անտառապահերին վերցնում են մի կառույցից տանում դնում են ուրիշ կառույցի մեջ ասում են բարեփոխում պրոստը անուններով ինչ որ ձևական սիրուն նկարներում երևացող տեխնիկայով մեր անտառների վիճակը սենց էլ մնալու է ու ես չեմ ուզում ինձ կամ մեր թիմի տղերքի աշխատանքը հերոսացնեմ ունես չեմ ասում մենք կոնկրետ թեմա ենք փոխում ինչ թեմա ենք մենք փոխում թող մեզ չսիրողներն էլ իրանցից կարակ հարցնեք մեզ օգնողներն էլ թաքուն իրանք էլ կասեն հա ինչ որ մի բան փոխում ենք անկեղծ գոնե ցույց ենք տալիս որ այն ինչ որ մեդիայով ցուցադրում իբր բարեփոխումներ էֆեկտիվ արդյունավետ աշխատանքներ են գոնե այդ տենում ենք որ չի աշխատում մեր պատրուլների երկար սարերով պատրուլների մի մասը իրականացնում ենք մոտոներով ինքը շատ ավելի անցողունակ է շատ ավելի քիչ ծախսատար է իրանք հենց մենակ լեռնային են իրանց համար պրավա պետք չի համար պետք չի իրանք աշխատեցին մեր մոտ 5 տարի 5 տարվա մեջ 3 անգամ մոտոր ենք սարքել երևի վրան նորմալ տեղ չկա սրանք արդեն մահացած են ինչքան էլ տեսքից թարմ լինեն սրանք առել ենք անցած տարի իրանցից ոչ մեկ չի կարա փախնի երբ որ մենք սարերում քշում ենք մի տարվա մեջ 2 անգամ պագրիշկա ենք փոխել վիճակ չի մնացել իրանց վրա ամեն տարվա սկզբին մենք նորից 0-ից իրանց կարելի ասել հավաքում ենք այլ տանում ենք կանգնացնում ենք նորից թարմացնում ենք որ մի տարի նորից մեր մոտ ձգի որտեվ իրանք ոչ թե ամեն շաբաթ կիրակի, այլ անընդհատ սարերում են, անընդհատ իրանցով շուռ են գալիս, չգիտեմ ոնց են իրանք մեր ձեռը հələ որ դիմանում։ Բայց եթե դու մոտոյով շուռ գաս կամ մեքենայով շուռ գաս, մոտոյի դեպքում դանդաղ գնալու դեպքում հետևանքները համարյա ոչ մի բան են լինելու, ճեշտ էկիպիրովկի դեպքում, ավտոյի դեպքում ջարդուխուրդ ես լինելու։ Էս էլ մի հատ էլ թարմ կտրած ծառ։ Դրուժբի կանոնը լրվել է մեջը։ Չեն կարեցին հանեն, մեր մոտոների ձայնը լսել են ու փախել գնացել են։ Նաև օգտագործում ենք դրոններ, մեր ցանկացած տեխնիկա այս նոր գալիս է, մի քանի տարվա մեջ այնքան է օգտագործվում, ավարիաներ, ջարդուխուրդ, վնասվածքներ եւ այլն, որ մարդիկ ասում են, «Վրոձի դուք նախանցած տարի եք արել, այս ի՞նչ է սրա վիճակը»։ Ինքը որովհետեւ օգտագործվում է ամեն օր։ Նույնը ոնց որ կոշիկը։ Պարզ համեմատություն անենք, արշավականներին կհասկանան, հա։ Ես տարին մի քանի անգամ կոշիկ եմ փոխում ու այդ մարդիկ այդ նույն կոշիկից, որը բավականին թանկանոց է, առնում են ու տարիներով օգտագործում են, ասում են ես էլ եմ արշավ գնում, դու էլ ես սարեր գնում, այդ խիտ են եղավ, որովհետև ես գնում եմ ոչ թե ձեր նման ամիսը 2 անգամ, այլ շաբաթը 2 անգամ, 3 անգամ։ Այսինքն նույն տեխնիկան ու ամեն ինչը նաև մարդկային այդ կամքի ուժը ինքը սպառվում է։ Պահի տակ գալիս ես էլ ոչ մի բան չես ուզում անես, ամբողջ օրը 9 ժամ, 10 ժամ ցեխերի մեջ, անտառների մեջ, մեկ էլ ինֆորմացիա հասնում որ այս ինչ տեղը դրուժբի, բենզասղոցի ձայն է։ Այն որ միակ բանը որ դու ուզում ես այդ պահին անել, դաժե չցայվեսել, չլողանասել, պրոստը ասես գնաս բերնա վրա անգնես մահճակալին ու քնես, մեկ էլ քեզ ասում են այնտեղ բանա կամ սարի գլխին կրակա բաժարանգել կամ ինչ որ տես մի հատ ինֆո որ պետք է ստուգվի իրոք եմ ասում այն ինչ որ թիմը անում է միշտ չի որ լավ անում միշտ չի որ ստացվում է միշտ չի որ թիմի անդամները full սաստավով են որտեվ դժվար է գտնել մարդ ով այս գործը կարա անի պատկասեք ինչի միջով անցնում մեր մոտի նոր աշխատակիցը ինքը գալիս է գիտի անտառներ պիտի պահի հետո հանկարծ իմանում որ գիշերները պիտի սարերում մնա ձների մեջ թաց ոտքերով կայծակին անձրևի տակ մթին հետ դառնա հասնի քնի առավոտը շուտ նորից գնա սարեր մեկ էլ հանկարծ ինքը իմանում է որ ինքը սարերում մոտո պիտի քշի ու ոչ թե ինչ որ sense սիրուն ճանապարհներով ոնց որ ռեկլամներում ցույց են տալիս այն որ բազմաթիվ դեպքեր եղել է որ ուզում ես մոտոն թողես սարերին նվեր ասես ախպեր ես այստեղից չեմ կարա դուրս գամ հենա հովոն այնտեղ խնդում է քանի անգամ է եղել անկեղծ այստեղ սովորաբար մարդիկ գալիս են չեն ձգում 2 տարից ավել աշխատելու բայց գնում են ֆիզիկապես ու կամքի առումով պնդացած մնում են հիմնականում միշտ որպես ընկերներ պարբերաբար հետ են գալիս ու օգնում են նաև որպես կամավորներ ու գիտեն որ այդ հսկայական քանակի մարկանց ովքեր այստեղ եղել են այս ամեն ինչի մասնիկը ցանկացած պահի որպես ընկեր ուղղակի կանչեմ ասեմ օգնության կարիքը կա կգան ու ուզում եմ ասեմ հիշում եք որ
հովազեր Իջևանում հայտնվել 6 ամիս մենք ընդեղ ենք ապրել։ Սա բացովի պալատկա է։ Առել ենք դրա համար, որ ընդեղ կոմֆորտի մնանք համեմատաբար, առաջին իսկ օրը պատերազմի գնացել ենք կամավոր եկել ենք։ Թիմից ունեցել ենք վիրավորներ, ընկերներից ունեցել ենք զոհվածներ, ես ու իմ ընկերները 73 հատ դրոն ենք առել ու դրանք անձամբ հետևել ենք, որ հասնի սահման։ Այն ամենադիմացի տարիներին, որ նոր սկսել էինք այս աշխատանքները, մեր մոտ իսկական պատերազմ էր։ Ու ամենավատը այն էր, որ պատերազմ էր քո իսկ հայրենակիցների դեմ, այն առումով, որ դու այդ մարդկանց լավ կողմերն էլ գիտես, իրանց դառն ու ցավն էլ գիտես, բայց նաև իրանց կատարած սխալներն էլ գիտես ու դրա դեմ ուզում ես կռվես, ոչ թե հանուն եսիմ ինչ-որ վեհ գաղափարների, այլ հենց հանուն վաղվա քո ու նաև այդ ծառի գործանող մարդկանց երեխեքի համար։ Այս իջնել է, այս սառուսների միջով, գիտես ինչ վտանգավոր է։ Այս ավտոն մի անգամ ձորն է թռել։ Հետո նորից սարքել ենք։ Հասանք բագի մոտ, արի բագին ցույց տամ։ Այս մեր բագին է։ Մեր հերթական փորձերից մեկը, որը պիտի առաջնային ծառայի ու ծառայել արդեն ահագին անտարի գործին, պատրուլին։ Պատերազմի դեպքում, երբ որ այս բագին մտնում է գործի մեջ, Աստվածչան իր կարիքը լինի, մեր երկու մոտոները հավաքվում այստեղ, միագը այստեղ, միագը այստեղ, այսինքն երկու մոտո, երկու հոգի ստեղ, երկու հոգի ստեղ, արագ արձագանքման ջոկատ ենք լինելու։ Լեռնային մոտոներով ու բագիով։ Ինքը մոնստր է, սարքած է այն հաշվարկով, որ ուր ասես գնալու է։ Սարքած է այնց մատերիալի տրուբաներով, որ ինքը շուռա գալու դզելու ես նորից քշես իրան։ Իրան չենք խնայել ու ինքը այդ նպատակով էլ սարքած է։ Իրոք առանց չափազանցման վտանգավոր է, այստեղ որ սղացրեց, մանավանդ այն թեքության վրա շպրտելու է մեզ ձորը։ Այս մեր մոտ ամենապասիվ սեզոնն է, որովհետև անտառային ճանապարհների մեծ մասը հակ են ծառագողերի համար։ Մենք ուղղակի մուտքերն ենք հսկում, այսպես ասած հանգիստ ռասլաբոն սեզոն է մեր մոտ, բայց հենց անտառները դառնում են հասանելի, այն ժամանակ գիտեք ինչա սկսվում։ Այն սովածացած սաղի ջեբը փող չկա ու մտածում են մտնենք, կտրենք։ Ու երբ որ մի 500 հոգի մինիմում մի անգամից մտնում են անտառ ու կտրում են, ասկի ամեն մեկը 3 ծառ, պարզագույն մաթեմատիկա է, թե սեզոնի սկզբում ինչքան վնաս է արդեն այդ անտառին հասցվում։ Հիմա մենք գտնվում ենք Աղարծին վանքի գնացող ճանապարհին։ Սենց ճանապարհներ ազգային պարկում, Դիլիջան ազգային պարկում շատ կան։ Ու սենց ճանապարհներից միշտ սկսում են անտառ մտնող ծառագողերի ճանապարհները։ Դրանց մեծ մասը ունեն ուղեփակոցներ, ու այդ ուղեփակոցները պիտի լինեն իրականում փակ ու դրանց վրա պիտի հսկողություն սահմանված լինի, բայց մեծամասնությունը կամ շատերը լավ sense ասեմ զգալի հատվածը հետ ուղեփակոցների իրականում կոտրած են, շատ դեպքերում էլ նաև հենց ծառագողերի մոտ է բանալիները, ոնց է իրենց մոտ հայտնվել չգիտեմ, օրինակ էս է մի հատ ուղեփակոց, բայց այս ճանապարհը վաղուց չօգտագործվող ճանապարհ է, այստեղով դադարել են մուտք ու ելքը արդեն։ Դիլիջան ազգային պարկում կոնկրետ առավել եւս այս գծի վրա կան հարյուրներով տաղավարներ, մեր ժողովրդի սիրելի բառը բիսեդկեք, հա։ Հենց հիմա նայեք իջացնեմ լուսամուտը, դրանցից մեկի կողքով անցնում ենք։ Վճարովի տաղավարներ են։ Գումար են աշխատում դրանով, բայց այս բիսեդկեքի խնդիրներից մեկը մի պահ ծառայողություններից անցնենք։ Կայանում է նրանում, որ մարդիկ տերերը, ովքեր այդ ամեն ինչը աշխատացնում են, մի կեսից շատ դեպքերում նույնպես ունեն անպատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ ու այդ իրանց աղբը, որ հավաքվում այնտեղ, հիմնականում շպրտում են տարածքում, որ առաջին ասկիզն ամենս տարածքը մաքուր է, գնաս կողքի փոսը, այնքան աղբ կա հավաքված, այդ սկզբի 3-4 տարիներ իսկական պատերազմ, հետո քիչ-քիչ սկսեց նվազել, որովհետև մարդիկ հասկացան, որ մենք չենք եկել իրենց դեմ որպես թշնամի, չենք եկել սովորական իր տունը տաքացնելու համար կամ չգիտեմ մի կերպ ապրող գյուղացու վերջին, չգիտեմ, ջերմացնող փետի միջոց իրանցից գողանալու համար, այլ եկել են կոնկրետ կոռումպացված համակարգի դեմ կռվելու համար։ Այսինքն անտառապահի, անտառապետի իրանց թույլ տված բարձի թողությունը վերացնելու համար։ Տեսեք, այդ նույն անտառապետը, անտառապահը, ով օգնում է
փետի բիզնեսին ու դրանից տուժում է սովորական գյուղացին, որովհետև եթե սովորական գյուղացին մի հատ այսքան փետ պրոստը անտառից ընկած, ծառի տակ ընկած հանի տանի ընկնելու են հետևից, որ իրանից է փող պոկեն, կաշառքը կոռուպցիան տենց է աշխատում, չէ՞, այն որ ագահությունը գալիս է, չես ուզում դաժե 10 դրամը բաց թողես, ես շատ եմ տեսել ցավոք սրտի, շատ դեպքեր ա եղել, որ մենք ուղղակի տեսել ենք մարդը փայտ է տանում, անկեղծ ասեմ, երբ որ տենում ենք շուրեկած փետ է տանում, քամատապալ, թափուկա կոչվում, հա, այդ տեղի տերմինոլոգիայով, մենք այնքան ա եղել, որ օգնել ենք, բարձել ենք, թուղթ չենք էլ հարցնում, կոնկրետ մենք պետական աշխատող չենք, մենք թղթաբանության ստուգողներ չենք, ամենահայտնի տուրիստական ճանապարհներից մեկն է, ախ, տակը քսեցինք հիմա, այստեղ վերջերս այս ճանապարհի խնդիրների պատճառով նաև ավտոբուս էր շուռ եկել, այ հենա, դեղին կակրած ասեցի ու հասանք տեղ, այստեղով ավտոբուս էր շուռ եկել, ասում են իբր վարորդի անփութության հետևանքն է, իրականում ճանապարհի վիճակը այնքան վատն է, որ երկու մեքենա ստեղ իրար ճանապարհ տան, մեծ մեքենա, կամ մի հատ մեծ, մի հատ փոքր, լուրջ խնդիրներ է լինելու։ Տեսեք, պետական մակարդակով, թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Բնության պահպանություն, որը պահպանելու փոխարեն պրոստը գալիս է չպահպանված ծառերի քանակն է ֆիքսում, հասկանում եք։ Այս մեր Հայաստանն է, sense ծավալային ցույց տամ։ Այդ Հայաստանի այսքանն է եղել անտառածածկ, այդքանից մնացել է այսքանը։ Մենք հիմա մոտենում ենք Հաղարծին վանական համալիրին, ստեղից որ ուշադիր նայեք, այս ցախ մտնում է վանք, պարկովկի մոտով ուղիղ հելնում է վերև։ Այդ վերև հելնողը բան կա, ուղեփակոց կա, որը օրենքով պիտի փակ լինի, բանալին լինի անտառապահի մոտ ու մուտք ու ելքը վերահսկվի։ Ուղեփակոցը, տեսեք, ընդհանրապես փակ չի, ինքը բաց է, անտառի մուտք ու ելքը ոչ մի կերպ չի վերահսկվում, այս կոչվում է պահպանություն, այսինքն կա ձև հաստատված պետության կողմից, թե ոնց է պահպանվելու անտառը, դրանցից մեկը օրինակ այս շլագբաումներն են, հա, ուղեփակոցներն են, ինքը նույնիսկ շատ դեպքերում բյուջեից գումար ունի, իր համար վերանորոգման համար դուրս գրված չի աշխատում, իր ֆունկցիան չի կատարում։ Ուղղակի գիրքը բացել եմ։ Իմաստը անտառապահ չկա, բայց շլագբաումով է բացել, բաց թողել։ Մարդիկ սկի տեղեկել չեն, անտառապահը չգիտեն ով է, պարկովշիկը ասում է չգիտեմ ով է անտառապահը։ Շատ հաճախ էլ անտառապահները գործից դուրս են գալիս, ասում են ախպեր ես այս աշխատավարձով չեմ ուզում աշխատեմ, կարող է այս տարածքում չկա անտառապահ ու տենց էլի։ Անտառի գողը գող է, բայց այն գյուղացին, ով կմտնի մի հատ ճյուղ կկտրի կտանի իր երախուն տաքացնելու համար, ես դա գողություն չեմ համարում։ Բայց վատը նրանում է, որ այդ գյուղացին մի քանի անգամ տեսնում է, որ իրան բանասող չկա, մի հատ ճյուղի տեղը 10 է տանում, հետո ավտոյով է տանում, հետո դրանից բիզնես է սարքում ու հետո դրանից հետո աշխատողների է վերցնում, հետո դրանից հետո աշխատողներն էլ են սկսում իրանցը ու այտենց ծավալվել հասել է այն նրան, ինչը մենք հիմա ունենք։ Մեր թիմը ունի իր սիրելի տեղերից մեկը, որ հիմա այտենց հոգնած չենք, բայց շատ հաճախ sense մեր վրա մի 10 տոննա ցեղ սարերու մոտոներով շուռեկած հոգնած փոշոտ, կեղտոտ գալիս ենք ու իջնում ենք ինչ-որ սիրելի խանութ, ինչ-որ կամ այս դեպքում Հաղարծինի գաթայանոցը չայի ու գաթայի ու կոֆեի ու sense բաների մեզ էլ ճանաչում են այդ տեղերում ու արդեն ընկերություն է ձևավորվել։ Բարև Մորքուր ջան, տոներից շնորհավոր ցավը տանը։ Սպասում ենք երբ է սեզոնը բացվելու։ Հա, դե ուզած չուզած, բնության հետ կռվում չենք։ Իսկ մենք բնության համար ենք կռվում։ Ճանապարհի որ գալիս ենք, եղնիկը ճանապարհի վրա էր։ Հա, հովոն էլ է տեսել։ Որ եղնիկ են մեծերը, թե փոքր։ Մեծն էր, առանց պոզերի, բայց մեծ էր բավական։ Եթե մենք պատրուլից հետո իջնում ենք ստեղ, այս մեր նվերն է ծիպը մենք արժանացել ենք։ Երկրորդը գաթան միշտ զապասով ենք վերցնում, որտեվ այս սրանք գալիս են իրանց բաժին, սրանց ասում եմ հարկային։ Մի հատ էլ շունկը ասում եմ հարկադիր, որտեղ որ չես տալի զորով է ձեռից է դառնում։ Կարճ ասած, այսպես էլ ապրում ենք։ Անընդհատ վտանգի մեջ ես սարերում ես, երբ իջնում ես ներքև հանգստանալու ժամանակ չունես,
երբ էլ ուզում ես հանգստանաս, ասում ես հեսա լավ վերջ բան չկանելը, հիշում ես արա, բայց ես Երևանից պիտի գնամ այն տորմուզի ռուչկեն բերեմ դնեմ այստեղ սարքեմ ու գիշերներ մեկ էլ երբ որ տղեկը հանգստանում են, ես մի հատ զանգ եմ ստանում, այս ինչ տեղը մի հատ էս ինչը պետք է արագ ինչ որ մեկը մտել է անտառ փրթում է, ավիրում է եւ այլն փորձնական զանգում եմ նաեւ անտառապահերին, անտառապետերին ու մենք ենք դուրս գալիս, էլի չքնած հոգնած վիճակում գնում ենք այնտեղ անտառապետն ու անտառապահն է չի հայտնվում, նրանք էլ չգիտես խի մի անգամից իմ զանգելուց հետո իմանում են փախնում են, տենում ես ոնց են լրիվ հակառակ ճամփով, որտեղ պիտի անտառապահը փակեր, որ չիշնեն, այդտեղով իշնում փախնում։ Կարճ ասած, հետաքրքիր կյանքով ենք ապրում։ Տեսնեմ ինչքան կձգենք, էլի։ Այ